Այս կիրակի Գարնան առաջին օրը մարտի 1-ին ժամը 22:45-ին բացահայտումներով մեծ եթեր նվիրված 2008 թվականի առնահեղություններին եւ ոչ միայն։ Երբ հասկացան, որ ամբողջ աշխարհը արդեն տեսնում է, թե ինչ է տեղի ունենում, որ այդ խաղաղ ցուցարարները ուղղակի քնած էին իրենց պարադկայի մեջ, ազատության հրապարակում եւ իրավիճակը արդեն դուրս էր գալիս որպես վերահսկողությունից, Ռոբերտ Քոչարյանը ինչ արեց։ Մի քանի Ղարաբաղցի բոմբ տականքի բերեց Ղարաբաղից, զենքեր բաժանեց Արտուր եւ սկսեց սադրանքները եւ չմոռանանք նաեւ հենց այն երիտասարդի հետ կապված որ մենք բացահայտել ենք Լեոպոլդի հետ, թե ինչպես սնայպերով գլխից խփեցին ուղղակի։ Մարդը իր տան բակում իրենց հայաթը այսպես նշենք, այն քնձռոտ իրեն Վովային կհիշեք, Գազպարյան ռազմականի հետ մենթերի հետ ոնց եկան հասան ժողովրդի վրա։ Բոլորս գիտենք ամեն ինչը տեսել ենք նաև Սերյան Օհանյանը Տիկին Օհանյանը Ռուզիկի Տրուսիկի ռեզինի այդպես բնակիչը կհիշեք ինչ էր իրականացնում, նույն այն Միխայել Հարությունյանը ինչ որ փախել այդ գեներալը պաշտպանության նախարարը, այնտեղ Խաչատուրով Քաքը, մյուս բարձրաստիճան զինվորականները, որոնք որ շամպես հլուհնազան ծառայում էին Ռոբերտ Քոչարյանի ռեժիմին, բոլորս գիտենք, տեղյակ ենք, հիշում ենք, թե ինչպես Հայաստանի Հանրության զինված ուժերը դուրս եկան ոստիկանության հետ միասին ժողովրդի դեմ, միմիայն որպեսզի Սերժիկ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը պահպանեին իշխանությունը իրենց թալանը։ Ով է ֆինանսավորում միասնության թե վերնախաձեռնությանը։ 35 տարի մեզ ստիպել են ընտրել կամ կոռուպցիոներներ, կամ անկարողներ, կամ օլիգարխներ, կամ թույլեր, կամ Ռուսաստան, կամ Արևմուտք, կամ անվտանգություն, կամ ժողովրդավարություն։ Մենք ասում ենք բավական է կամ-կամին, պետք է սովորել ասել եւ։ Բայց Թաթուան Արմանի եւ Անյան Դավիթիկին ուզում եմ նշեմ, որ այդ Միշիկի թևերը մենք ուղղակի կդրելու ենք ու գիտի համապատասխան որ մասն ենք մտցնելու Սերժի ու Միշիկի։ Ամոթ հարա Միշիկի համար քութիկություն է կանում, սաղ աշխարհը գիտի, սաղ Հայաստանը գիտի, գրվել է տարիներ շարունակ Թաթուան Արմանը ով ընդհանրապես Արտուր։ Ինչ որ նախիններից է խոսում, ինքը նախին պաշտոնյա է։ Անդրադարձ Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամների մարզային այցելություններին։ Այդ մարդը արդեն իսկ իր քայլով այդ քաղաքացին ինքը ապացուցեց, որ ինքը ուղղորդված է եղել, ինքը ինչ որ մեկի ճուտն է դրանցից մեկի։ Այդպես փորձել են սրան սադրեն ժերտված տան, ասեն գնա մի հատ էշեշ մի բան արա, թող այդպես այսինքն մի պրովոկացիա լինի, բայց մարդը ասեց մի մտնի, մարդը ասեց չեմ մտնի, հաջողություն իմը ինչ կա դրա մեջ։ Բա Ռոբերտ Քոչարյանը այտենց դուխով տղա ես հելի քուչեկը քեզ ենք սպասում Երևանի։ Քեզ Սերժիկին, Սաշիկին, բա հələ փողոց։ Իրանք գիտեն ինչ կնի, չէ՞ Արտուր։ Մտնեն մետրոյից դուրս չեն գա օբյեկտիվ պատճառներով։ Ցավոք սրտի։ Հիմա բնական երևույթ է քաոզարշավը տիգնան մարդկանց հետ հանդիպեն ոչ բոլորն է որ իրանց ուզած հարցերն են տալու հազարատ խնդիր կա, հազարատ խնդիր կա, բայց դա շատ կարևոր բնույթ է կրում Արտուր եւ նայեք տեսեք մեր ընդդիմությունը ինչը չհասկացավ այս 8 տարվա ընթացքում չէ որ իրանք աշխարհ են ստեղծել Արտուր մի 20 հոգանոց իրանք իրար լայքում են իրար այտենց խոսում են իրար գովում են ու կդրվել են ընդհանրապես ժողովրդից Սա է հարցը։ Արդյոք ճիշտ է ասում Լևոն Քոչարյանը, որ Լինսի հիմնադրամի փողերը չեն մսխվել Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Իսկապես ահռելի աշխատանք է արվել, որովհետև սա է եղել առաջնահերթությունը, այն ինչ կար մինչև 2000-ականները, բոլորդ համոզված եմ շատ լավ հիշում եք, եւ հետո արված աշխատանքը իսկապես շատ կարևոր է։ Գիտեք, մարդիկ, ովքեր նույնիսկ մեկ հարկ չեն կառուցել այստեղ, որևէ բան չեն ստեղծել, անուն են կպցնում, ինչ որ, գիտեք, բոլորը շատ տարածված խոսակցություններ, չգիտեմ, մի հարկ պետք է ավել լիներ այդ մասով։ Մի խոսքով, այն երբ որ Քրկրկորյանը ողջ էր ինքն էր դրա մասին խոսում, իսկ հիմա Հարութ Հասունյանը մեռավ արդեն քանի անգամ ասելով, բացատրելով, որ ոչ մի կոպեկ, ոչ մի լումա չի մսխվել, չի ծախսվել ուրիշ որևէ բանի վրա։ Մացիուշոյի արև երթը վայ քակլա։ Սրան ես ինչ ասեմ, դուք տեսել եք դրանից հետո ինչ որ լայվ էր մտեկան գա այդ Արտուր։ Հա, պատմում է ինչ որ բանը, երեխեքից է պատմում։ Արա գնել այդ երեխեքը ճշտումից են ծնվել, ոնց են ծնվել, այ պատկաբլուշնիկն այդ թազա իրանց ռեկլամ անելու ձև է։ Այլ բանու գործ չունեն։
կանգ այդ բանա եթե դա մտնում։ Դե դուք ում եք հետաքրքիր ողորմելիներ։ Քրքանը մենելուց առաջ ասել եմ, չէ՞ ինչ ասել Արտուր։ Անգլերեն ինչ քֆուներ գիտեք սեռական բնույթի։ Էդի փոխանցել է Ռոբերտին ու Ռոբերտի ընտանիքին։ Վերջ լավ, եթե չէին թալանել Արտուր, Լինսի հիմնադրամի վերջի գումարը խիա Կոլումբիայի համալսարանի փոխանցել Քրքոյանը։ Բայց դրա մասին քիչ են խոսում։ Այնտեղ փողեր չէ մնացել։ Միլիոններ էր։ Վերջի այդ գումարը Լինսի հիմնադրամը ստեղծվել էր Հայաստանին օգնելու համար։ Վերջի փողը ասեց Կոլումբիայի համալսարանին տվեք Ամերիկա, դրանց էլ փող չտակ вообще։ Հատուկ անդրադարձ ԱՄՆ, Իսրայել-Իրան հակամարտությանը եւ Հայաստանի ընդդիմադիրների արձագանքին։ Բայց այսօր նայում ես ընդդիմադիր ինչ-որ եթիմներ, ինչ-որ հերեն էշեշ խոսում են, Պարսկաստանում պատերազմը Նիկոլ Փաշինյանը գնացել է Էշմիածին։ Ասենք ինչ պետք է անի։ Դի մանգաղն ու աղեղը վերցնի գնա բան Նովրուզի բան է նեղուցը բացի։ Լավ մտ ուրիշ բան ասեմ, երբ որ մենք պատերազմի մեջ էինք Արցախում, ինչ կարող է Այաթոլլա Խոմեյնին ավտոմատով եկել էր Աղդամ բոյեր անում։ Չէ։ Հասկացան բարեկամ երկիր է, բայց նույնն էլ Միացյալ Նահանգներն է մեզ բարեկամ երկիր։ Ու այս վերջի պայմանավորվածությունը ում շնորհիվ եղավ Արտուր։ Միացյալ Նահանգները երաշխավորության շնորհիվ, չէ։ Դե Արամ ջան, իրանց օրինակ ձեռ չէր տա հարց ուղեն, ասեն, սիրելի Կրեմլ, պատերդ պաչենք, իսկ ինչի ասենք։ Հա, այդ Ռուսաստանում չի ասել խի բան չեն անում։ Իրանին թողեցիք Զախարովան հայտարարությունների հիման վրա մնացել։ Ասենք, եթե Այաթոլլա Խոմեյնին Չալեբյան Ավետիքի հորողպորտ տաղեն, այդ ուրիշ բան։ Չկարա Չալեբյան Ավետիկը հելնի գնա, ընդ իր մասնակցությունը ունենա։ Այս հաղորդմանը հատուկ թղթապանակից Արամ Ավետիսյանը կներկայացնի բացահայտումներ Սպայկա ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանի գործունեության եւ հովանավորների մասին։ Երբ իշխանությունը փոխվեց, Սպայկայի Դավիթը չգիտես ինչ կասկածելի պայմաններում մեկ օրում Միքայել Միասյանի այդ մասնաբաժինը Սպայկայում գնեց դարձավ միակ սեփականատերը։ Նշեմ, որ այս երևույթը տարիներ շարունակ Ռուսաստանի դաշնություն ներմուծմամբ է զբաղվել գյուղմթերքի տարբեր ապրանքների եւ մեկ տարի առաջ Ռուսաստանի դաշնության ԻԱՊ մարմինները պարզել են, որ սրանք շունդեղ սխեմա են գծած եղել, որ խաբեություն է տեղի ունեցել, այս Դավիթիկին կանչին են իրանց մոտ եւ ասեն լսի երիտասարդ, եթե ուզում ես թողենք, որ մեր մոտ նույն գործը անես, աշխատես, պետքա մեր համար որոշակի պրոյեկտ անես քաղաքական, սա բնականաբար ասլա ոնց չէ, միանշանակ կանեմ, ինչա պետք ասեք, մենակ իմ բիզնեսս, իմ փողս այս կոմենքում, ու ողջևորվել է Արտուր այդ խոսակցության ժամանակ, որպեսզի հավատարմության երթում տա, ընթացքում հայհոյել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա հասցեին այդպես արտահայտություն արել, որպեսզի ասի ես լրիվ ինչ ասեք կանեմ, ես ինչ Հայաստանի ինչ բան։ Ուրեմն ինչա տեղի ունեցել Արտուր։ Այս քութիկին ձայնագրել են Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունը ՖՍԲ-ն եւ հիմա սա Արա Աբրահամյան քութիկի հետ միասին ստեղծել կուսակցությունը ստեղծել բացել առը ինչ արել, պատրաստվում է քաղաքական որոշակի գործունեության եւ որպեսզի այդ ծառայությունը ներկայացնի Ռուսաստանի Դաշնությանը, որ տեսեք ձեր ասածը անում եմ, թողեք իմ բիզնեսը աշխատեմ այս կոմենքում, ուրեմն լսի արա Դավիթիկ։ Ես քո ինֆորմացիան ես ճշտել էի, հարցում էի արել, ինչ վերաբերում է այդ Սպայկա ընկերությանը, դա պետքա պետականացվի Արտուր, այդտեղ Միշիկնա Փայղե Քոչանները ով է եղել, սրա նմանները պետքա ենթարկվեն պատասխանատվության, որովհետև սրանք արդեն այլևս 5-րդ Շահասյան հիբրիդային պատերազմի մաս են կազմում։ Արդեն ծառայում են Ռուսաստանի հատուկ ծառայություններին, մեր ունեցած տեղեկություններով։ Իսկ ցավոք սրտի ի հեճուկս իրանց մեր ունեցած տեղեկությունները անընդհատ հաստատվում են։ Եվ Արա Աբրահամյանը հետը փախել է, ընդ պատասխանում է պուտանկետ տղուն ամուսնացնի, ես սրանից դե 10-ով չի կա որպես պահում իր ջեբի։ Թղթապանակից ուշագրավ փաստեր կներկայացվեն, թե Ռոբերտ Քոչարյանը եւ Արշին բանկի սեփականատեր Կարեն Սաֆարյանը ինչպես են դարձել բիզնես գործընկերներ։ Մեր ունեցած հավաստի տեղեկություններով Կարեն Սաֆարյանը համարվում է Ռոբերտ Քոչարյանի բիզնես պարտները եւ Ռոբերտ Քոչարյանը, երբ որ գիշեք Նիկոլ Փաշինյանը դատական նիստերի ժամանակ մարտի 1-ի գործով դատավորին ասել է գնացեք Քոչարյանի 4 միլիարդը պարզեք, որտեղից է։ Նկատի ուներ հենց սա։ Հենց այս Կարեն Սաֆարյան երևույթը, սա համարվում է Ռոբերտ Քոչարյանի բիզնես պարտներով, իսկ Ռոբերտ Քոչարյանը ինչ արել։ Իր փայը
մի այնպիսի մարդու անունով է գրել, որ ուղղակի ոչ միտեղ չերևա։ Այդ Կարեն Սաֆյան, այդ բանկի վերնախավախին Ռոբերտ Քոչարյանի, Բադելյան Վալուդյայի բարեկամները աշխատում Ղարաբաղցի, որ դու հետները կապ չունես։ Ուրեմն սա եւս մեր խոշորացուցի ներկա եւ մենք ապագայում ուղղակի այսօր եղանակային պայմաններն է թույլ չէր տալի, որպեսզի մեր անօթաչու թռչող սարքը վեր բարձրանար Երևանի քաղաքապետարանի մոտակայքում եւ նկարահանենք, թե ինչպես մեր Երևանի քաղաքապետարանը, նախկին քաղաքապետարանի շենքը դարձավ Արջին բանկի շենքը։ Այս եւ այլ կարևոր թեմաների շուրջ ծավալուն եթերը դիտեք այսօր, մարտի 1-ին ժամը ուղիղ 22:45-ին։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որ նոր տեսանյութերը դիտեք առաջինը։